այս պահին որևէ գուսակցության անուն չեմ դա, միայն գասեմ հետևյալը, որ մենք ոչինչ չենք բացառում։ Պատրաստ ենք բոլորի հետ նստել, խոսել եւ ընդհանուր եզրեր գտնել։ Այստեղ սկզբունքը մեկն է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևերի անհրաժեշտությունը ժողովրդի հրամայականն է, պահանջն է։ Եվ միան դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակ ընտրական եւ այլ խնդիրների եւ մարտահրավերների։ Այնպես որ այս բայդրությամբ ես անուններ չեմ դա, պարզապես նորից կշեշտեմ, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ իշխանականից բացի բնականաբար չենք բացառում համագործակցություն եւ դաշինքի մեջ լինելը։ Քանի որ չեք բացառում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ձեր համագործակցությունը, ինչ եք կարծում Գագիկ Ծառուկյանի վերադարձը ինչ կփոխի քաղաքական դաշտում։ Արդյոք կա նրա վերադարձի անհրաժեշտությունն այսօր։ Նաև այդ բևերի ձևավորումը։ Ես նաև կփորձեմ խուսափել նաև այդ հարցից այնքան ժամանակ, որ պարոն Ծառուկյան իսկապես թերևս որևէ ինքը անձամբ հայտարարություն չի արել, բայց ես հետևյալը կասեմ, ես անձամբ եւ նաև մեր քաղաքական թիմը Ծառուկյանի հետ երկար ժամանակ աշխատել ենք, մենք ճանապարհ ենք անցել եւ ես համոզված եմ նաև իմ գործընկերները չենք փուշմանել։ Մենք միասին Ծառուկյանի հետ մի խնդիր էինք դրել, որ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով մեր օրենքի եւ համարտության դրված հնարավորությունները երկրում իրավիճակ փոխել։ Դա էր նպատակը, ուրիշ բան չի եղել։ Այսօր ես բազմաթիվ գիտեք մեկնաբանություններ եմ լսում, դրանք իրականության չեն պատասխանում։ Եվ Ծառուկյանը, եւ նրա միջական քաղաքական թիմը մի նպատակ է ունեցել՝ խաղաղ ճանապարհով անվտանգ օրենքի շրջանակներում հնարավորինս շուտ երկրում հասնել փոփոխությունների, որտեղ մենք զգում էինք շփվելով ժողովրդի հետ, որ դա ժողովրդի պահանջն է։ Ինչպես անցյալում, այսօր նույնպես։ Դրա համար էլ ես ասացի, որ հաջորդ խորհրդանական ընտրությունները գաբես տալիս է այդ հնարավորությունը, որ մենք օրինական ճանապարհով կարողանանք ճիշտ քայլերով, համախմբմամբ, դաշինքներով, քաղաքական բևեր ստեղծելով, մրցունակ լինել, գնալ եւ հաղթել եւ կարողանալ երկրում իրավիճակ փոխել։ Գագիկ Ծառուկյանը կարողանա այդ քաղաքական բևեր ձևավորելու հարցում լուրջ դերակատարություն ունենալ։ Իհարկե կարող է ունենալ, բայց նորից եմ ասում, ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի, այնքան ժամանակ որ թերևս ինքը Ծառուկյանը որևէ հայտարարություն այդ կապակցությամբ չի արել։